Հանրային պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների հետ փոխկապակցված ընկերությունների համար գնման գործընթացներին մասնակցելու սահմանափակումներ չկան գործող գնումների մասին օրենքում։ Կառավարությունն առաջարկում է ներդնել սահմանափակումներ նախատեսող 3 համակարգ ըստ ազդեցության մակարդակների։ Առաջին մակարդակ է առաջարկվում մտցնել, որի համաձայն այդ մակարդակում ներառված պաշտոնները Հայաստանի Հանրապետության նախագահը, ազգային ժողովի նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը եւ այն տեղակալը ֆինանսների նախարարի, որը համակարգում է գնումների քաղաքականության մշակման աշխատանքները։ Երկրորդ մակարդակում ներառվող պաշտոնատար անձանց հետ շահերի բախում ունեցող կազմակերպությունները չեն կարող մասնակցել տվյալ պատվիրատուի եւ վերջինիս կառավարմանը հանձնված առևտրային եւ ոչ առևտրային կազմակերպությունների կողմից կազմակերպվող գնման գործընթացներին։ Այս մակարդակում պարտադիր ներառվում են վարչական եւ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք, բացառությամբ ազգային ժողովի падգամավորների եւ համայնքի ղեկավար չհանդիսացող ավականու անդամների, գլխավոր դատախազը եւ նրա տեղակալները, քննչական մարմինների ղեկավարներն ու նրանց տեղակալները, գլխավոր քարտուղարները։ Երրորդ մակարդակում ներառվող պաշտոնատար անձանց հետ շահերի բախում ունեցող կազմակերպությունները չեն կարող մասնակցել տվյալ պատվիրատուի կողմից կազմակերպվող գնման ընթացակարգերին։ Ազդեցության այս մակարդակում պարտադիր ներառվում են անկախ պետական մարմինների եւ ինքնավար մարմինների այդ անդամները, այդ թվում կենտրոնական բանկի նախագահը եւ նրա տեղակալները, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանը։ Փոխնախարարն ընդգծել է, որ օրենսդրական փոփոխություններով նաև մասնավոր հատվածին ազդակ է հաղորդվում, որ որոշում կայացնող եւ բարձր ազդեցության մակարդակ ունեցող պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերություններն այլևս մրցակցության մեջ չեն լինելու իրենց հետ եւ դաշտը լինելու է հնարավորինս հավասար։ Շահերի բախման արկայությանը գնահատական կտա կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Հարկային օրենսգրքում փոփոխություններով ու լրացումներով ՊԵԿ-ն առաջարկում է տնտեսվարողներին տալ ապրանքի հետ վերադարձի գործարքի ճշգրտման հնարավորություն։ Գործող կարգավորումներով որոշ դեպքերում ապրանքի վերադարձի մասով գործարքը ճշգրտելու հնարավորություն չկա։ Օրինակ, պիտանելիության ժամկետ չունեցող ապրանքների վերադարձի դեպքում ապրանքի վերադարձը ձևակերպվում է որպես հետվաճառք, այսինքն առանձին գործարք է գրանցվում։ Ըստ էության համ ավելորդ բարդություններ է առաջացնում արկվճարողի մոտ, համ էլ խեղաթյուրում է գործարքի տրամաբանությունը եւ մենք առաջարկում ենք, որ գործարքի ճշգրտման հնարավորություն նախատեսվի ապրանքի վերադարձի բոլոր այն դեպքերի դեպքում, երբ որ վերադարձ տեղի կունենա։ Օրենքի նախագծով առաջարկվում է նաև ընդլայնել ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների շրջանակը, օրինագծով կկարգավորվեն հարկային հաշիվներից բացի հաշվարկային փաստաթղթերով, այդ թվում ՀԴՄ կտրոններով ձեռքբերումների վերադարձի մասով գործարքների ճշգրտման դեպքում ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի գծով պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը համապատասխան հաշվետու ժամանակահատվածում արտացոլելու հետ կապված հարցերը։ Միասնական են լինելու ՀԴՄ-ով եւ հարկային հաշիվներով վերադարձի կանոնները։ Առաջարկում ենք, որ այս ՀԴՄ-ով մասնավորապես ձեռքբերումների վերադարձի դեպքում գործարքի ճշգրտման արդյունքները, մասնավորապես երբ որ նվազում են ԱԱՀ եւ ակցիզային հարկի գումարները, այդ ճշգրտումները արտացոլվի գործարքի ճշգրտման հաշվետու ժամանակաշրջանում։ ԱԱՀ եւ ակցիզային հարկի պարտավորությունների ավելացման եւ մյուս հարկատեսակների մասով ճշգրտումների արդյունքների արտացոլման մասով փոփոխություններ չենք նախատեսում։ Օրենքի նախագծով մասնավորապես կվերանայվի դրոշմավորման ենթակա կաթնամթերքի գծով որակական կորուստների համախառն եկամտից նվազեցման նորման, սահմանելով, որ նշված կորուստը համախառն եկամտից ենթակա է նվազեցման համախառն եկամտի 2%-ը չգերազանցող չափով։ Հայաստանի Հանրապետությունում գործում են մի շարք օրենքներ, որոնք մինչ այժմ նախատեսում են մամուլում տարաբնույթ տեղեկությունների հրապարակման պահանջ։ Այդ պահանջը նախկինում գուցե եղել է արդիական, սակայն ներկայիս տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացմանը զուգահեռ տպագիր մամուլը կորցրել է նախկին տարածումն ու դերակատարումը։ Տպագիր մամուլում հրապարակման գործընթացը բավականին ծախսատար է։ Այս ամենը հանգեցնում է հանրության լայն շրջանակների համար տեղեկատվության փաստացի հասանելիության սահմանափակման եւ լրացուցիչ ծախսերի։ Հետևաբար տպագիր մամուլի հրապարակումները ներկայում չեն կարող համարվել արդյունավետ կամ հասանելի ձև տեղեկատվության տարածման համար։ Կառավարությունն առաջարկում է վերացնել ծանուցումները այլ բնույթի փաստաթղթային հրապարակումներից բխող տեղեկատվությունը տպագիր մամուլում հրապարակելու վերաբերյալ պարտադիր պահանջը, այն փոխարինելով ազդարար.am հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում կամ այս կամ այն կազմակերպ
կազմակերպության ինտերնետային կայքում հրապարակմամբ։ Սնանկության ինստիտուտը հաճախ օգտագործվում է որպես պարտքերի ծամբարեխիղճ կերպով ազատվելու չարաշահումների կենսունակ կազմակերպությունների առողջացման փոխարեն, նրանց գույքը փոշիացնելու, տարատեսակ եղանակներով գույքերը վաճառելու եւ լուծման տանելու գործիք։ Խնդիրը լուծելու նպատակով կառավարությունը հանդես է եկել օրենսդրական առաջարկով։ Ըստ վիճակագրության 2024 թվականին սնանկության դատարան է ներկայացվել 5856 դիմում, որից 4552-ը ֆիզիկական անձանց սնանկության դիմումներ են, թե կամավոր եւ թե հարկադրված։ 2025 թվականին ունեցել ենք 4733 դիմում, որից 3946-ը ֆիզիկական անձանց դիմում է։ Այս դիմումների նման մեծ թիվը խոսում է այն մասին, որ գործող օրենքի պայմաններում որոշ անձինք հեշտությամբ կարողանում են պարտք վերցնել, չվճարել եւ շատ հեշտ սնանկ ճանաչվել, ազատվելով պարտքերից։ Սնանկության նոր օրենսգրքի եւ հարակից օրենքների նախագծերով մասնավորապես առաջարկվում է միասնականացնել եւ կենտրոնացնել սնանկության վարույթին առնչվող բոլոր ընթացակարգային ու նյութական ասպեկտները։ Նախատեսվել է սնանկության վարույթի սկզբունքների առանձին գլուխ, որը ներառում է պարտատերերի հավասարության, ակտիվների արդարացի բաշխման, բարեխղճության, գույքի արագ իրացման եւ այլ սկզբունքներ։ Տարանջատվել են պարտապան իրավաբանական եւ ֆիզիկական անձանց անվճարունակության հատկանիշները։ Հստակեցվել են ֆիզիկական անձի գույքի կազմի, աշխատավարձի ու դրան հավասարեցված միջոցների բռնագանձման վերաբերյալ կարգավորումները։ Նախագծով նախատեսվել են նաեւ հատուկ կարեւորության կազմակերպությունների սնանկության, գյուղատնտեսական կազմակերպությունների սնանկության առանձնահատկությունները։